Ողջույն բոլորին։ Ինչից սկսեմ։ Արդար չէ, բայց այդպես է։ Հայաստանում ինձ ճանաչում են ոչ որպես բանաստեղծի, իմաստասերի, երգչի, մարզիկի եւ ազատամարտիկի։ Հայաստանում ինձ ճանաչում են որպես տապան կառուցողի եւ ինչպես հասկանում եմ, մեռնող հարություն առնողի։ Եթե հենց թեթև ներկայացնենք այս ամենը։ Իսկ եթե լուրջ նկարագրեմ, արդար չէ այս ամենը, բայց սա է իրականությունը։ Այսպես է ստացվել։ Եվ փորձեմ բացատրել, ինչու է այդպես ստացվել։ Ինչպես տեսնում եք, արդեն սկսվել է, կարող եք ամրագրել ձեր տեղերը, չնայած փետրվարին, երբ հանրայնացրեցի այդ ռիլը, որ նշված էր տապան եմ կառուցում, ով է ինձ հետ, քաղաքական կատակ էր եւ պարզապես պետք է ուշադիր լինեին, քանզի շատերը կենտրոնացման խնդիր ունեն եւ առհասարակ քիչ են կարդում եւ այլն։ Բնականաբար չէին հասկացել եւ ոմանք լատինատար գրելով խորհուրդ էին տվել ինձ, որ ես Աստվածաշունչ կարդամ, որ հաջորդ պատիժը կրակով է լինելու եւ այլն։ Շատ զավեշտալի իրավիճակում էի հայտնվել։ Այս պահին էլ հայտնվել եմ մի այլ իրավիճակում, այն է մեռել եմ, չեմ էլ իմացել, դե ինչպես տեսնում եք, հարություն եմ առել։ Եթե կատակի տանք։ Սակայն սա արդար չէ, որ Հայաստանում քեզ չեն ճանաչում որպես բանաստեղծի, իմաստասերի, երգչի, մարզիկի եւ ազատամարտիկի։ Գիտեք ինչու չեն ճանաչում։ Հիմա բացատրեմ։ Երբ ես գնացել եմ պատերազմի դաշտ, ես չեմ ունեցել այսպիսի սարքեր, որ ինձ տեսագրեի, ինչպես շատերը։ Դրա փոխարեն ես 4 տարի շարունակ շատ տարբեր բարդ վարժանքներ եմ իրականացրել, որպեսզի պատրաստ լինեի, երբ սկսվեր այդ անտեր պատերազմը։ Ոմանք չէ, շատերը այդ նույն լրջությամբ չեն մոտեցել, բայց վերջին պահին եկել են այն գրասենյակային բանը, այն որ սենց կներեք արտահայտությանս համար, բայց այն ոռը հաստացնողները էլի, այն որ տարիներ շարունակ նստելով ոռ են հաստացրել, վերջում մտածել են, որ պետքա գան պատերազմի դաշտ ու ինչ-որ կեղծ համբավներ ստեղծեն։ Ուրեմն այդ ամբովանդակները, որոնք հետագայում 2020 թվականի պատերազմից հետո տարբեր հաղորդաշարերի են մասնակցել եւ այդ համբավներն ավելի են փչել, կարող են իրենց թույլ տալ ինձ ասել, որ ես ուշադրության կարիք ունեմ եւ այդ պատճառով անցել եմ այս ձևաչափին եւ թյուր կարծիք ձևավորեն։ Ինչու եմ անցել այս ձևաչափին։ Էդ էլ կարող եմ բացատրել։ Նախ սկսենք սկզբից։ 2014-15 թվականներից առաջ ես գրանցված եմ եղել հասարակական կայքերում, բայց հասկանալով, որ հասարակական կայքերը սպառված են եւ դու չես կարող մղել պայքար, ջնջել էի էջս։ Հետագայում 2018 թվականին վերադարձել եմ մեկի խորհրդով, որովհետև ինձ հետ կապ պետք է հաստատեին աշխատատեղից եւ ես կրկին բացեցի էջ։ Սկսեցի վարել իմ գրական ստեղծագործություններն էի հրապարակում, մշակութային նյութեր էի հանրայնացնում,
մարզական հոլովակներ մարդկանց ոգևորելու համար եւ այլն։ Այսինքն այն քաղաքական անդրադարձերը կամ չգիտեմ քննադատական անդրադարձերը տարբեր տարաբնույթ, որոնք ես հանրայնացրել եմ այս ձևաչափին անցնելով, այդ 2020 թվականից հետո եմ որոշել այդպես վարվել եւ ասեմ ինչու, որովհետեւ կեղծիքը պետք է պայթի, այն փուչիկները, որ շատերը փչել են, այդ կեղծիքները պետք է պայթեն եւ դրանք եմ փորձել պայթեցնել եւ ճշմարիտ եմ եղել, որովհետեւ շատերը այդ հարվածները չեն վերցնում իրենց վրա, գիտեք ինչու, որովհետեւ հենց այդ փուչիկները փչողներն են, նրանց ձեռնտու չէ, որ նրանք վերցնեն այսպիսի մի սարք եւ տեսագրեն, խոսեն երևույթներից եւ այլն։ Պատերազմի մասնակիցներին անդրադառնամ։ Իմ առաջին հոլովակները նվիրված են եղել նրանց։ Բայց ես անուններ չեմ հանրայնացրել մի պարզ պատճառով, որովհետեւ նրանցից ոմանք, որոնք իրենց լավ չեն պահել, այսինքն իմ մեջքը կոտրել են, ինձ խորը վիրավորել են պատերազմի դաշտում, այդ խանդից եւ նախանձից, ուրեմն նրանք պատրաստված չեն եղել եւ ես դա տեսել եմ պատերազմի դաշտում, խորհուրդներ էի տալիս, չէին լսում, ինչևէ այդ մասին բազմիցս խոսել եմ, հիմա չեմ ուզում մանրամասնել։ Հարցն այն է, որ ես բարեկրթության սահմանները պահել եմ եւ խոսել եմ երևույթներից։ Եթե կարող եք գտնել մեկ հոլովակ, որ ես բարեկրթության սահմանները խախտած լինեի, այսինքն խախտել եմ բարեկրթության սահմանները եւ անուն ազգանունները հանրայնացրել եմ, ես կասեմ, որ ես ստել եմ, արել եմ այդպիսի բան, բայց հարցն այն է, որ ես չեմ ստում, այսինքն ես երևույթներից եմ խոսել։ Ինչու, որովհետև այդ մարդիկ ազգային տեսանկյունից գործառույթներ են իրականացնում եւ ես չեմ ցանկացել համբավազրկել նրանց անգամ խորը վիրավորված լինելով։ Հիմա հասկացաք իմ բարեկրթության սահմանը ինչ բարձր է։ Բայց այս մարդկանցից ոմանք իրենց կարող են թույլ տալ եւ հաստատ թույլ են տվել տարբեր միջավայրերում բան բասելով, չգիտեմ, անվանազրկելով ինձ եւ շարունակում են այդ նույն այսպես ասած վարքային դրսևորումներով անվանազրկել ինձ։ Իսկ ես այս ձևաչափին անցել եմ ոչ թե այն պատճառով, որ չգիտեմ, ինձ ասեն, օ, դու ամենալավն ես կամ չգիտեմ, ամենահանճարեղն ես կամ ով ես։ Ինձ բացարձակապես այդ ամեն ինչը հետաքրքիր չի եղել։ Ինձ հետաքրքիր է իմ ժողովրդի ապագան, մեր ապագա սերունդների կյանքը ինչ որակ է ունենալու։ Այդ որակը չի լինի, եթե մարդիկ չլինեն ազնիվ, բայց այն մարդիկ, ովքեր պատերազմից առաջ բարբաջում էին հայու տեսակ կամ չգիտեմ ինչ, այդ հայու տեսակը ես պատերազմի դաշտում տեսել եմ։ Այդ մարդիկ, այդ հայու տեսակը պահի տակ մոռանում են, գիտեք երբ որ հանդիպում են ավելի բազմաշնորհ մեկին,
բազմաշնորհներին Հայաստանում տանել չեն կարողանում։ Հայաստանում սիրում են միջակություններին։ Այդ միջակություններն են զբաղեցնում հաստիկները։ Մենք ազնիվներս, աշխատասերներս, դուք չեք պատկերացնում ես ինչ բարդ կյանք եմ ունեցել։ Հայր ծնողս իր ազգանունը ինձ չի տվել, երբ ես ծնվել եմ։ Ես մորս ազգանունն եմ կրել տարիներ շարունակ։ Եվ երբ արդեն չափահաս էի եւ գիտեի նախնիներիս պատմությունը, որոշեցի եւ քայլեր էի ձեռնարկում, որ տոհմական ազգանունս վերականգնեի։ Ես հորս ազգանունը չեմ էլ վերցրել, որովհետեւ նա տոհմական ազգանունը մեր չի կրում։ Կարող էր կրել, բայց չի ցանկացել, չի ձգտել։ Իսկ ես ձգտել եմ։ Բայց քանզի ես չեմ ունեցել հանրային կապեր պետական համակարգում, ես դրան հասել եմ 28 տարեկանում։ Այսինքն ես բազում տարիներ եմ կորցրել, իմ երիտասարդության տարիները, վաղ երիտասարդության տարիները կորցրել եմ։ Ինչու եմ ասում կորցրել եմ, որովհետև ես կարող էի ստեղծել լսարան, այսինքն մասնակցեի երաժշտական մրցույթների, մարզական մրցույթների, չեք պատկերացնում ինչ տվյալներ եմ ունեցել։ Այդ մենակ ես գիտեմ։ Եվ այդ տվյալները ես հանրայնացրել եմ, այսինքն ինչ արդյունքներ եմ գրանցել, որ տարիքում, բայց չեմ ունեցել դաշտ, չեմ ունեցել այն բավարար ինքնավստահությունը, որովհետև ես չէի կարող հանդես գալ մորս ազգանունով։ Հիմա հասկացաք, թե դուք ինչու, այսինքն շատերը ինչու են ինձ ճանաչում որպես տապան կառուցողի, մեկ էլ մեռնող հարություն առնողի, ոչ թե որպես մարզիկի, երգչի, բանաստեղծի եւ ազատամարտիկի։ Պատերազմի դաշտում էլ այսպիսի սարքեր ես չեմ ունեցել, որ ինձ տեսագրեի, ինչպես շատերն են տեսագրել իրենց, ինչ են արել, ինչ չեն արել, շատ դեպքերում չեն էլ արել։ Եվ այդ բանը, հայու տեսակները, որոնք իմ մեջքը կոտրել են, պատերազմի դաշտում մոռացել էին, որ պետք է հայու տեսակ մնային։ Դե գիտեք, մարդկային նախանձը այդպիսի բան է, էլի, երբ որ մարդիկ հասկանում են, որ ինչ որ մեկը սենց բանը աթլետիկ կազմվածքով, չգիտեմ, գիտելիքներով, ամեն ինչով եւ չի ինչ որ սենց քիթը ցածած, ինչ որ սենց գարեգին նժդեհ բան կամ այն որ տենց կային էլի դեմքեր կային, որ իրենց կամ նժդեհի տեղն էին դրել, կամ Ազգալդյանի, կամ էլ Մոնթեի։ Հասկանում եք, այդ ամեն ինչը պարզ երևում էր հոգեբանությունից ես հասկանում եմ, էլի։ Ես ինձ չէի զգում որպես նժդեհ, Մոնթե կամ Ազգալդյան։ Ես ինձ զգում էի որպես առանձին պատմական կերպար, որ ես եկել էի գործառույթ իրականացնելու, պատրաստվել էի դրան տարիներ շարունակ եւ չէի եկել ինձ գովազդելու համար կամ ինձ ինչ-որ մեկի տեղը դնելու համար։ Եվ այդ ինչ-որ մեկի տեղ դնողները հետագայում մասնակցեցին իմ բաժին պատերազմը հաղորդաշարին եւ տարբեր հաղորդաշարերի, տարբեր լրագրողներ նրանց հրավիրել են եւ նրանք հարցերի են պատասխանել, այսպես ասած, եւ այդ համբավը ստեղծել են, այդ փուչիկները ստեղծել են։ Իսկ ինձ ճանաչում են որպես տապան կառուցողի։ Սկսվում է, ամրագրեք ձեր տեղերը։ Ուրեմն այդ հայու տեսակների պատճառով ճակերտավոր ես անցել եմ թշնամու թիկունք, այդ մասին ես բազմիցս պատմել եմ։
Բայց քանզի այս ալգորիթմները ոչ բոլորին են ցույց տալիս եւ անընդհատ նոր մարդիկ են դիտում։ Ձեզ համար կրկնեմ։ Անցել եմ թշնամու թիկունք 23 գորշ գայլերի եւ վարձկանների եմ ոչնչացրել։ Չեմ հպարտանում արածովս, բայց այն մարդիկ, ովքեր ստացել են արիության շքանշան կամ մարտական խաչ առաջին աստիճան, այդքան քաջ չեն եղել, այդքան համարձակ չեն եղել։ Եվ ինչու եմ մենակ մտել թշնամու թիկունք։ Մի պարզ պատճառով, որովհետև այնտեղ չկար ինչ-որ մեկը, ում հետ կարող էի ես այդ ինչպես են ասում այդ operation-ը իրականացնեի, գործողությունը կամ չգիտեմ, մարտական գործողությունը։ Ձևն է շատ, բովանդակությունը քիչ։ Հիմա էլ edge-ս են կոտրել, edge-իս բողոքներ են ուղարկել, ինչու, որովհետև քաղաքական անդրադարձեր եմ կատարել, շատերին քննադատել եմ եւ եղել եմ արդար, որովհետև այդ քվեարկողները, ովքեր քվեարկել են եւ այս իշխանությանը բերել են մեր գլխին, արդեն որ երրորդ անգամ, նրանք արժանի են այս իրականությանը։ Բոլորդ արժանի եք այս իրականությանը։ Դուք չեք լսում մարդկանց, չեք լսում իմաստ տարածողներին, դուք լսում եք ձև տարածողներին։ Էդ է տարածվում համացանցում, հասարակական կայքերում։ Կասեք այդպես, չէ՞։ Բայց ինչպես ստացվեց, որ այդ ռիլը տարածվեց։ Այդքան կատարումներ ունեմ, երգերի կատարումներ։ Վերջինը լորվա գութաներկը տարածվել է 800-ից ավելի դիտում ունի այս պահին։ 18 հոգի է արձագանքել։ Ես չեմ ակնկալել, որ շատերը կարձագանքեն։ Հենց այդ պատճառով այդ հայու տեսակները չակերտավոր կյանքում չեն տարածի, կյանքում չեն արձագանքի, որովհետև նրանցից ոչ մեկը չի կարող կատարել այդ երգը այնքան զգալով, ինչքան ես եմ զգում մարդ, բնություն, կապը։ Չեն կարող, բայց նրանք համերգ են տվել մարզահամերգային համալիրում, օպերայի դահլիճներում, բջջության հաշվին, հավակնոտության հաշվին, ոչ թե շնորհի։ Եվ այդ նույն մարդ անցավ, պարզապես որոշեցի փոքր-ինչ դադար տալ։ Եվ այդ նույն մարդիկ, այդ նույն իրենց գործելավոճով, ծույլ, ոչ աշխատասեր, եկել էին պատերազմի դաշտ, ինչպես սկզբում նշեցի, գրասենյակային պայմաններում որ հաստացրածները, կներեք։ Կամ եթե այդ որն էլ չէին հաստացրել, համենայն դեպս արագաշարժ չէին։ Արագաշարժ չէին, չգիտեին խրամատը որտեղ պետք է փորվի, ինչպես պետք է կապել նռնակը, որ թշնամին չճեղքի, զոհեր չտանք։ Եվ այդ
անհատները, որ քիչ թե շատ ավելի բարենպաստ պայմաններում են մեծացել, ունեցել են հայր, ունեցել են հանրային կապեր, իրենց տաք տեղերից մեկ էլ կարող է sense դուրս գան ու ինչ-որ խորհուրդներ տան։ Ես չունենալով ժամանակ, այսինքն չլինելով ունևոր մեկի որդին, կամավորությամբ եմ զբաղվել, տարբեր կամավորություններ եմ արել, անգամ պատերազմից հետո։ Սովորաբար կամավորությամբ զբաղվում են այն երիտասարդները, որոնք ժամանակ ունեն։ Շատ քիչ են, հատուկենտ են այն երիտասարդները, որոնք ունևոր ընտանիքից չեն, բայց կամավորությամբ են զբաղվել, որովհետև եղել են մտահոգ։ Ես ցավում եմ, որ ես չեմ ունեցել GoPro, որ այդ տեսարանները տեսաձայնագրվեին, որ դուք տեսնեիք, թե ինչպես է ձեր հայրենակիցը 23 գորշ գայլերի եւ վարձկանների ճեպամարտում ոչնչացնում, որ ձեր պատկերացումները դատարկ հոդս ցնդեին, որ այդ մարտական խաչ առաջին աստիճան, երկրորդ աստիճան, արիության շքանշան, ասենք մեկը պահեստատուփը դատարկել է թշնամու վրա, հաշվի չի առել, որ երկրորդը կարող է դուրս գալ։ Դրա համար արիության շքանշան են տալիս, բա որ երկրորդը դուրս գար, ինչ էիք անելու, հետմահու էիք տալու այդ արիության շքանշանը։ Մարդիկ բանը վախից խառնվելուց ծառերի վրա էին դատարկում իրենց պահեստատուփերը, քեզնից խնդրելով 5-րդը կամ տեսանյութերում ես նայում, բոլորը երևում են, բոլորը հենց այդ պատճառով դուք ինձ չեք ճանաչում որպես ազատամարտիկի, որովհետև եթե դուք տեսնեիք այդ տեսարանները, երևի ճեպամարտ բառն էլ առաջին անգամ եք լսում։ Հիմա մտածում եք, այդ ո՞րն է ճեպամարտը։ Մենամարտ լսել ենք, բա ո՞րն է ճեպամարտը։ Մի քիչ մտածեք կհասկանաք ո՞րն է ճեպամարտը։ Էդ էլ է իմ ստեղծած բառը։ Այդ ժամանակ է ստեղծվել դրանից հետո, երբ ես հասկացա, թե ո՞րն է ճեպամարտը։ Որովհետև բառերը ստեղծվում են իրավիճակներից։ Այդ իրավիճակում չհայտնվածը չի կարող հասկանալ, թե ո՞րն է ճեպամարտը։ Եվ մայթերին կամ տարբեր վայրերում ինձ տեսնելիս ոչ թե քմծիծաղ կտային, որ նայ, տապան կառուցողն է, կամ խաչակնքվեին, այդպիսի դեպք էլ է եղել։ Տեսան ու սենց խաչակնքվեցին։ Դե աղանդավորները շատ են էլի Հայաստանում, չես կարող ասել էլի։ Մեկ էլ տգետներն են շատ։ Ինձ կտեսնեին, կասեին, տեսեք են հայն է, հայ երիտասարդը, որ 23 հոգու ոչնչացրել է։ Հոգու չէ, էլի գազանների։ Դեղ հոգի չկար։ Ես էլ այդ պահին հոգի չունեի։ Բայց այս պահին ինչ բանաստեղծ, ինչ երգիչ, ինչ ազատամարտիկ, ինչ մարզիկ։ Պատերազմից առաջ լավ արդյունքներ ունեի, կարգապահ մարզվում էի, երբեմն օրը 2 անգամ։ Անգամ հունվարի 1-ին եմ ես մարզում անցկացրել։ Երբ որ մարդիկ ծխված, խմած, չոր բանը, օր էին լուսացնում, այսպես ասած, որ պետք է լուսացնեին։
շաբաթներ անց նույն հրազդանի կիրճում ինձ հանդիպեց ցմփոր մեկը, այդ ցմփորը բարի բուն եւ ամեն իմաստներով, այսինքն նաեւ մտածելակերպի իբր բան էր, մարզիչ էր, ըմբշամարտիկների հետ եկել էր, մարզում էին անցկացնում, քմծիծաղ էր տալիս իր դառը դեմքով, ինչու ես անում այդ ցածկերը, կքանիստերը եւ այլն, ասացի, որ նպատակներ ունեմ եւ մարզիչ եմ որոնում եւ այլն, երբ իմացավ տարիքս, էլի դեմքին քմծիծաղ հայտնվեց, երբ հեռանում էին, ավելի չար, սենց ծիծաղ հնչեց, բանը, այդ տարիքում որոշելա հեռացածկով զբաղվի։ Այդ նույն ցմփորին ես հանդիպեցի Օլիմպիական կոմիտեի գրասենյակում, մի քանի հոգի կային, այդ նույն բանը ասաց այդ գրասենյակում, որ բանը տարիքովա որոշելա բան, հեռացածկով զբաղվի, այն մյուսներն էլ ասացին մեզ մոտ բանն է, ըմբշամարտն է եւ ծանրամարտը, էս էլ է առասպել, եւ շատերը հավատացել են այս առասպելին, որ Հայաստանում ըմբշամարտն է զարգացած եւ ծանրամարտը։ Եթե մենք ունենայինք ծանրամարտի եւ ըմբշամարտի դպրոց, 30 տարվա ընթացքում մենք ոչ թե ամեն մարզաձևում կտայինք 10-ից 12 ուժեղ մարզիկ, եթե մի քիչ էլ զտեմ 6-ից 7 կդառնան, մենք կունենայինք 60-ից 70, 10 անգամ ավելի, բայց մենք այդ դպրոցը չունենք եւ շատերը չեն հասկանում, եթե մենք ունենայինք դպրոց, ուժեղ դպրոց, գիտելիքահեն, մարզիչները լինեին, այսպես ասած, կարդացող եւ այլն, մենք այդքան մարզիկ կունենայինք, բայց հաջողել են նրանք, ովքեր ունեցել են լավ ժառանգականություն եւ աշխատասեր են եղել, դրանց հաշվին են հաջողել, ոչ թե որակյալ մարզիչների կամ որակավորում ունեցող մարզիչների կամ ասենք այնտեղ չգիտեմ բանի դպրոցի ասում էին թեթևամարտ չկա Հայաստանում, թեթևամարտ մարզիչ տայիք, տրամադրեիք, չէին հասկանում, որ կենսաբանական տարիքս բան է, անձնագրային տարիքից ցած է, չէին հասկանում եւ չէին էլ ուզում լսել, ես գնացի պատերազմ, էլի հանդիպեցի այդ ցմփոր համակարգին, այսպես ասած, եւ այդ համակարգը դեռևս շարունակվում է, այդ բիճ, ցմփոր, ոչ հայկական, ինձ էլ բանը, կպտտվենք ասեն հայի նման չես, ես ազնվական հայս, որ ազնվական նախնիներ եմ ունեցել, Կարսից, ես չեմ նման, կամ այն մշակութային արժեքները, որոնք ես ստեղծել եմ եւ կրում եմ, ես չեմ հայը, դուք եք հայը, ես չգիտեմ էլ ինչ ասեմ, ինչ վերաբերում է այդ հասարակական կայքերին, սա էլ ասեմ եւ եզրափակեմ ասելիքս, սահմանափակելու եմ գործունեությունս, հենց այդ պատճառով, որովհետև տապանի, երևակայական տապանի ռիլը տարածվում է, բայց լորվա գութաներգը, որ ամեն մեկը չի կարող այդպես կատարել, չի տարածվում։ Բանաստեղծություններս, որոնք տարբերվող են,
ոճով, չգիտեմ, ամեն ինչով տարբերվում են մեր բանաստեղծների գրածներից։ Կարող եք բացել եւ կարդալ ստեղծածս բառերը, որովհետեւ դրանք հեղինակային են, չեք հանդիպի այլ գրական ստեղծագործություններում այդպիսի բառեր էլ ունեմ, որ ես եմ ստեղծել այդ գաղափարները եւ վաղ երիտասարդության շրջանում եւ այն մարդիկ, ովքեր իրենց թվում է թե ինձ կարող են խորհուրդներ տալ, ես ամեն մեկից կարող եմ սովորել, հենց այդ պատճառով եմ ես կարողացել գրել այդ ստեղծագործությունները, ես փոքր երեխաներից էլ եմ կարողանում սովորել, ես չսովորելու կամ չգիտեմ մեծամտանալու խնդիր չեմ դրել իմ առաջ եւ չվերլուծողները, որ դժվար է ստացվում էլի, այդ հասկանում եք, սենց չեն կարողանում վերլուծել, զգացմունքային են մոտենում ցանկացած խոսքի, նրանք չեն կարող վերլուծել իմ ասելիքը, ինչ էի ուզում ասել, այսքանը լսելով երևի բան կանեն, շատերը կմտածեն, ինքդ քեզ գովաբանում ես, չգիտեմ ինչ ես անում, հետո էլ ասում ես մեծամիտ չես, ոչ, ես իմ արժեքը պարզապես տարիների ընթացքում հասկացել եմ, թե ինչ արժեքների տեր եմ, կրող եմ, այդքանը, եւ այս ձևաչափին էլ անցել եմ, որովհետեւ մտահոգ եմ, ուզում էի հասկանալ առհասարակ Հայաստանում մտահոգ մարդիկ կան, ինչ տոկոս են կազմում, ինչ տոկոս են կազմում հայերը, որ մարդուն կարող ես համարել հայ, տվել եք այդ հարցը ձեզ, այդ հարցն էլ չեք տալիս, որովհետև վախենում եք, շատերդ վախենում եք, որովհետև մշակույթի կրողը չեք, անգամ այդ մշակույթի կրողները իրենց վարքային դրսևորումներով հայկական, հայկյան վարք չեն դրսևորում շատ ժամանակ, թող դրսևորեին պատերազմի դաշտում, այդ կարևոր դաշտում, դարձել էին գազան, մրցակցող, նախանձ, բանը, Աքիլեսին էին տեսել երևի, մտածում էին բանը, Աքիլեսն է իրենց առաջ կանգնած եւ նախանձում էին, փոխարենը ոգևորվեին, գիտեք ինչու չեն ոգևորվել, որովհետև տարիներ շարունակ պաթոսով են փորձել լրացնել այն ինչ որ բովանդակն է, որ բովանդակությունը պետք է լրացնեին, պաթոսով են ճխտել, հետո եկել են, բախվել են իրականությանը, այդ իրականությունը ես էի, այսինքն բովանդակությունը, եւ բնականաբար պետք է նախանձեին, խանգարեին, որ անդադ ասում խանգարել են, շատ ժամանակ երևի մտածում եք, ինչպես են խանգարել, ինչ են արել, այդ մարդկանց զինվորական գրքույկներում այնպես հաստիկներ է գրված, որ նրանք չեն համապատասխանել այդ հաստիկներին, բայց գործել են իբր, հետո համբավ են ստեղծել, փուչ, բա այդքանից հետո լռես, մրցույթների եմ մասնակցել ես վերջերս, էլի նույն պատմությունն է, հասկանում եք, ազնիվ չեն,
Ազնիվ չեն, դեմքիդ նայելով խաբում են։ Ուսանողական տարիներին էլ դու չես հաջողում, այսինքն աշխատասեր ես բան ես, անվճար միավորներ ես, անվճարի շեմն անցնում ես, բայց չես սովորում անվճար, որովհետև այդ նույն բիճ կաշառակեր ծնողների պատճառով, այսինքն նրանք կարևորելով իրենց որդիների ապագան քո ապագայի վրա են քարկցում։ 5 ծնողներ հանրային կապեր ունեցող եւ անընդհատ դու բախվում ես այս խնդիրներին եւ այդ տաք պայմաններում բարենպաստ պայմաններում ապրողները թող ինձ խորհուրդներ չտան, թե ես ինչ սահմաններ անցնեմ, ինչ սահմաններ չանցնեմ։ Այսպես եմ ճիշտ գտել, կարող է 15 տարի անցնի, կարծեմ, որ այսպես պետք չէր անել, կարող է, բայց այս իրավիճակում, երբ որ դու տեսնում ես ձգտում էլ չունեն իրավիճակը փոխելու Հայաստանի, ամեն մեկը խախանդ իր գործին, սպասում են մի փրկիչ գա Նժդեհի կարգի կամ Կոմիտասի կարգի, որ փրկի ժողովրդին։ Ժողովուրդը չի ձգտում։ Էսա իմ ամբողջ պայքարը, որ այնպես անենք, որ ոչ թե փրկիչներ ծնվեն եւ հեմվեք այդ փրկիչների վրա, այլ ամեն մեկը կատարի իր նվազագույն առաքելությունը, ոչ թե հրաժարվի այդ առաքելությունից եւ ամենը բարդի ինչ որ փրկչի վրա եւ հետո կուրք բանը համարի այդ անհատին, որ պետք է ծնվի։ Իսկ ինչ վերաբերում է այդ կողակից ընտրելուն, անցած հոլովակի վերջաբանը վերաբերում էր կողակից ընտրելուն։ Ուրեմն առհասարակ ազնվական արժեքներ չկրող կինը չի կարող ինձ ընտրել, ես էլ այդպիսի կնոջը կյանքում չեմ ընտրի, այդ մեկ։ Ես իմ տոհմական ազգանունը կտամ այն կնոջ երեխաներին, ով կկրի այդ ազնվական արժեքները։ Անկախ այն բանից կլինի հայ, թե այլազգի, հավանաբար կլինի այլազգի, որովհետև ես տեսնում եմ ինչ է կատարվում, ինչ արժեքների կրողների են ընտրում հայ կանայք, ցմփոր, ծույլ, կարևորը լինի, կամ եթե ցմփորը չեն լինում, գոնե թե ծույլ են լինում, կարճ ասած, մեկ էլ էս պարտադիր պայման է։ Այսպիսի ժամանակներում ենք ապրում։ Իմ նախատատը Զորավար Անդրանիկին թողնելով ընտրել է նախապապիս։ Սիրո եռանկյունի կարող եմ համարել այդ իրենց, այսպես ասած, պատմությունը։ Զորավար Անդրանիկը սիրահարված է եղել նախատատիս, բայց նա ընտրել է նախապապիս։ Ոչ թե այն պատճառով, որովհետև նախապապս ունեցել է հարստություն կամ չգիտեմ, մեծահարուստ է եղել։ Պարզապես եղել է ազնվական մարդ եւ ստեղծել են իրենց ապրուստը։ Զորավար Անդրանիկին չի ընտրել
Գիտեք ինչու, որովհետև իր համար բռի է եղել զորավարը։ Դե այդպիսի պատմական կերպարները այդ գործառույթով, որ այդ գործառույթը պետք է իրականացնեին եւ նա իրականացրել է, եւ երևի թե որևէ մեկը չի կարող համեմատվել իր հետ, այդ այսպես ասած, եթե հաշվի առնենք այդ ինչ որ արել է զորավար Անդրանիկը, չի ընտրել։ Հասկանում եք, անձնական հարաբերություններում, երբ որ մարդիկ պետք է ընտանիք կազմեն, այլ բաներ են հաշվի առնում։ Կանայք, կանանց պահանջմունքները տարբեր են։ Արդի կանայք առհասարակ միայնակ են ուզում ապրել, հայ կանայք, կամ էլ թե մեկից երեխա են ունենում, հետո միայնակ են մեծացնում։ Կամ ինչ որ, չգիտեմ, չեմ ուզում շատ մեկնաբանել այս պահը, բայց ամենայն դեպս սեղմվում է շրջանակը, հասկանում եք։ Պաթոսի կրողի ես չեմ կարող ընտրել։ Այդ արժեքներ չունեցող ինչ որ sense անհասկանալի անհատի չեմ կարող ընտրել ես էլ չեմ ձգի իրենց, որովհետև իրենք ապրում են այդ արժեքներով, հասկանում եք։ Բայց այն մարդն ով ազնիվ է, ունի, այսպես ասած, sense ոնց ասեմ, անորոշ համբավ, որովհետև շատ է խոսում, չի լռում, այն բաների պես են լպրծուն ձկներ կան, որ բռնում ես ինքը բանա, չես կարողանում բռնես, այդ այնց լպրծուն ձկան պես իրենց կյանքը բան են անում, դասավորում են, որ ես այդպիսին չեմ էլ կարող դառնալ լպրծուն ձուկ կամ ինչ որ երկենցաղ, որ բանը ցերեկը աղոթում է, գիշերը այն մի բանաստեղծություն ունեմ որ ասում եմ ցերեկային աղոթքը գիշերը վերածվում է կուսաշնության։ Ես շատ հանգիստ կարող էի չանցնել այս ձևաչափին, որովհետև այնինչ ես այս պահին ասացի, իմ գրական ստեղծագործություններում շարադրված են այդ մտքերը։ Այն մտքերը, որոնք այդ նույն հայու տեսակները չեն ստեղծել։ Հայու տեսակ։ Բանը, դրանցից մեկն էլ բանը, պատերազմի դաշտում հեգնում էր, իբր ստեղծագործություններս բան անելով, ստեղծագործություններից վերաբերյալ ինչ որ հեգնական մի բան ասած, ես հիշում եմ, այդ այնց բան էին, խանդում էին, մարմնիս նայելով, աթլետիկ, որովհետև այն կյանքը, որ ես ապրել եմ, նրանք չեն ապրել, շատ բարենպաստ պայմաններում են ապրել, ի տարբերություն ինձ, բայց ես եմ իմ կերտողահայրը, ես եմ ինձ կերտել, այսինքն իմ կենսաբանական հայրը չեմ, հնարավոր էլ չէ, բայց կերտողահայրն եմ, ըստ հայ լեզվամտածողության։ Ես կարող էի դառնալ թմրամոլ, ծխող, խաղամոլ, չգիտեմ, ինչքան վատ բան կա կարող էի անել, բայց ես ընտրել եմ կարգապահությունը, ազնվությունը եւ այսօր բանը իմ էջը բողոքարկում են, որպեսզի արգելա փակվի, չգիտեմ, արհեստական բանականությունն է
մահս ցանկացել թե ինչ որ մեկը, բայց վստահաբար կարող եմ ասել, որ շատերը ուրախ կլինեին, եթե ես իսկապես մահացած լինեի։ Ոմանք մտահոգվել են, անհանգստացել եւ ես շատ շնորհակալ եմ այն մարդուն, ով հեղինակել է այդ տեքստը կամ արհեստական բանականությանը, չգիտեմ, բայց այնքան տեղեկություններ եմ ես հանրայնացրել իմ կյանքից, ինչպես նշեցի նախորդ հոլովակում, հաշվի չեմ առել հայաստանյան կարգերը, կարծելով թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ ապրել, այսինքն ճակերտավոր եմ ասում, նկատի ունեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդիկ հանրայնացնում են իրենց տվյալները, որպեսզի առասպելներ չհորինեն, այսինքն չձոնեն նրանց։ Բայց մոռացել էի, որ մենք Հայաստանում ենք ապրում։ Այստեղ ցմփոր համակարգն է, որ հաստացնելու, առավելագույնս ոչ հայկական, անգամ են մարդիկ, ովքեր հայկական պարեր են պարում կամ չգիտեմ ինչ են անում, երբ որ են պահն է գալիս, որ իրենք պետք է իրենց վարքային դրսևորումը արտահայտեն, այսպես ասած, ինչ որ ձևով։ Իրենք արտահայտում են լրիվ հակառակ ինչ որ բան, գիտեք ինչու, որովհետև ինչքան ուզում են մարդիկ հայկական պարեր պարեն, այդ պարը չի դարձնում հայ, որովհետև այն մտքերը, որոնք ես ստեղծել եմ, այսինքն ստեղծել ասելով, ստեղծագործել եմ, հանձնել եմ թղթին, նույն հայերենագիտության այդ բնագավառում ինչքան հայտնագործություններ եմ կատարել, մեկը ինձ նամակ է ուղարկում, ասում է, այս ոնց էր, այս հնչյունը ինչ նշանակություն ունի, այն հնչյունը ինչ նշանակություն ունի, բացատրում եմ, բան եմ անում, փոխարենը իմ հղում տա կամ չգիտեմ ինչ անի, հղում չի տալիս, ամենայն հավանականությամբ կանանց հանդիպելիս ինքնահաստատվում է, որ դրանց հեղինակն ինքն է, ես չգիտեմ, և ես բոլորը նույն շրջապատից են, նույն այդ արժեհամակարգով ապրողները, իսկ կենասը, տեսեք, բոլորին խանգարում է, խոսելով, չլռելով, իսկ ինչու լռեմ, թող բոլորն իմանան ինչպես եմ վարվել ինձ հետ, թող ապագա սերունդները ունենան այս հոլովակները, տարբեր հրապարակումները, որոնք կատարվել են, հասկանան, որ Կոմիտասի ժամանակներից Հայաստանում որևէ բան չի փոխվել, բազմաշնորհ մարդկանց տանել չեն կարողանում։ Սխալվում եմ, կարծում եք սխալվում եմ, Կոմիտասի ժամանակներից որևէ բան չի փոխվել Հայաստանում, ավելի է վատ ասել։ Այն ժամ գոնե թե ինչ որ մեկը կհայտնվեր, որ կհովանավորեր Կոմիտասին։ Հիմա գրական մրցույթներում հաղթում է ինչ որ հայհոյախառն խոսույթով ինչ որ մի ճակերտավոր գրող, երաժշտական մրցույթներում հաղթում են անճաշակ ժողովրդի քվեարկությամբ,
մարզական մրցույթների ես մասնակցում, խաբում են քեզ դեմքիդ նայելով խաբում են, դրա պատճառով ես panic attack-ը եղել ինձ հետ հավանաբար մրցույթից առաջ եւ դրա պատճառով ես ինչ որ անոթային, սիրտանոթային ինչ որ խնդիր եմ ձեռք բերել, որ ես չգիտեմ, գուցե իրականում մոտ ապագայում ասենք ինձ հետ ինչ որ մի բան լինի, տեսականորեն հնարավոր է, բայց այսքան որ ինձ հետ վարվեն Հայաստանում, այսքան որ դու աշխատասիրությամբ, չգիտեմ, ազնվությամբ ոնց կարելի է էլի դիմանալ այս ամենին։ Մարդ եմ, չէ՞։ Պարզ է, որ սիրտս պետք է վնասվեր։ Պարզ չէ։ Չեմ ուզում մեկ օր անգամ ապրել Հայաստանում, այսպիսի ցմփոր, կաշառակեր, բիճ Հայաստանում։ Այդտեղ հայ երևույթի նկարագիրը այնքան է իջել, որ ինչ որ մարդիկ կարան իրենց թույլ տան ինձ նայելով ասել դու հայի նման չես։ Դուք եք հայի նման։ Հայի նման չես։ Տեսքը նկատի ունեք։ Իսկ այդ հայի արտաքինը ո՞րն է, կարող եք բացատրել։ Զորավար Անդրանիկն է ունեցել հայի արտաքին։ Այդ նույն բեղերը եվրոպական տարբեր ազգերի ներկայացուցիչներ, թե հայտնի, թե ոչ հայտնի մարդիկ պահել են, կամ Նժդեհի բեղերը, այդ նույն բեղերից թուրք զորահրամանատարներն են պահել։ Ինչ դրանից կամ դիմագծերին անդրադառնանք։ Մի հատ նայեք էլի մեր հայտնի պատմական հայերին նայեք։ Բոլորը տարբեր են։ Այդ հայկական արտաքինը ո՞րն է։ Դուք ընդհանրապես վերլուծել գիտեք, հասկանում եք, որ մեծ երկիր ենք ունեցել եւ այդ մեծ երկրում այնքան կենսաբազմազանությունները այնքան շատ են եղել։ Լեռներ, դաշտավայրեր, չգիտեմ, տարբեր այսպես ասած տեղանքներում են ապրել հայերը։ Եվ բնականաբար բոլորը պետք է լինեին տարբեր։ Եթե հաշվի չառնենք այն ժառանգական առանձնահատկությունները, որոնք հետագայում ձեռք են բերել։ Ով է հայը։ Հայ։ Հայի նման չես։ Հայը պետք է կարգապահ լինի, չգիտեմ, ինչպես ես այդպես եմ պատկերացնում, էլի կներեք, էլի։ Ես չեմ պատկերացնում, որ հայը պետքա կաշառք տա, որ իր որդին անվճար անցնի։ Որ ես կարգապահս տուժեմ դրանից։ Ես չեմ համարում, որ հայը պետքա քեզ դեմքիդ նայելով խաբի, ասի, որ դրամական պարգևներ են տալու սիրողական մարզիկներին, բայց վերջում պարզվի, որ հովանավոր չեն գտել։ Ես չեմ համարում, որ դա հայեցի է առհասարակ։ Հայը չի կարող լինել տափուկ։
չի կարող։ Դուք եք գցել հայի անունը, հայ ժողովրդի անունը, հայ երևույթը, չգիտեմ, սենց ինչ-որ բարձր երևույթ է եղել, դարեր շարունակ, սենց գցել եք, հիմա վերջապես ինչ-որ մի հայ է ծնվել, ձեր ժամանակակիցն է, ամեն ձևով, ամեն տեղ խանգարում եք։ Թքեմ ես ձեր վրա, թքեմ ձեր վրա, այն մարդկանց, ովքեր պետքա այս տեսահոլովակը մինչև վերջ դիտելուց հետո չկարողանան վերլուծել ասելիքս, չհասկանան սրտիս ցավը, ասելիքիցս կտրեն, կոնտեքստից կտրեն ինչ-որ առանձին մտքեր ու որոշեն մեկնաբանել։ Ես թքեմ նաև այդ մարդկանց վրա, եթե այդպիսիք կարող են հայտնվել առհասարակ։ Սա իմ հրաժեշտի հոլովակն է, հրաժեշտի ոչ թե կյանքին, այլ հասարակական կայքերին, որովհետև հասարակական կայքերում դու չես կարող մղել այն պայքարը, այսինքն կարող ես մղել, բայց այն պտուղները, որոնք դու ակնկալում ես, չեն կարող սենց ասած լինել, որովհետև հայու տեսակները ճակերտավոր, երբ որ լսում են լորվա գութաներգի կատարումը, լսում են, բայց չեն արձագանքում, իսկ երբ ինչ-որ հրապարակում է լինում, որ դու չկաս, մտահոգվում են իբր։ Գիտեք ով է եղել իրական մտահոգ մարդը, որ իսկապես գիտեմ, որ սենց սրտացավ է, դա իմ եղբայրն է, որ եկավ մեր դուռը թակեց, հասկացաք, ինքն է իրական մտահոգը։ Ես չեմ ասում, որ մյուսները ընդհանրապես չեն մտահոգվել։ Մտահոգվել են, ես գիտեմ ովքեր են մտահոգվել և այս ինչ որ եղավ, ով հեղինակեց, ով չհեղինակեց, այդ էական չէ, բայց դա ինձ օգնեց, որ ես հասկանամ, թե ովքեր են ինձ շրջապատում։ Մարդիկ կան, որ ինձ չեն ճանաչում, այսինքն չեն շփվել հետս, պարզապես այդ, չգիտեմ, մարզական հոլովակներից գիտեն, երաժշտական կատարումներից կամ այնպիսի մեկնաբանություն էին գրել, այնպիսի մեկնաբանություն է գրել հայերը, որ ես հասկացա, որ հետո ձայնային ուղարկեց ինձ շատ դրական։ Եվ այդ ձայնայինից ես հասկացա, որ որոշ բաներ էլ ես պետք է վերանայեմ առհասարակ։ Ես գիտեմ, որ ես առհասարակ այս կարգի հոլովակները, այսպիսի անդրադարձերը երբեմն կարող են համարվել, այսինքն երբեմն ես անցել եմ սահմանները և ես գիտեմ, այդքանը գիտակցելով եմ արել։ Սահմանն էլ հարաբերական է, բայց գիտեք, եթե մարդիկ առհասարակ անտարբեր են դառնում, ստիպված ինչ-որ մեկն է լրացուցիչ ինչ-որ բեռ վերցնում իր վրա և հենց այդ պատճառով էլ այդ սահմանը անցնում է։ Այսքանը երկար ստացվեց, երկարատև ստացվեց,
ինչ արած։ Լավ կացեք, ես տապան չեմ կառուցում եւ չեմ մեռել, այսքանը։ Այդ ինչ ասեմ։ Աստված տա Հայաստանում ամենը կարգավորվի եւ իմ երեխաները, չգիտեմ Հայաստանում կմեծանան թե ոչ, մեր երեխաները մեծանան Հայաստանում, ոչ թե ինչ որ անհասկանալի միջավայրում։ Բարով մնաք։